Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Ընդդիմության ձայները պարտադիր են, թե արդեն ոչ, նոր խորհրդարանում ինչ կարող է անել քաղաքացիական պայմանագիրը միայնակ։ Նախկին ընդդիմադիր Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի փոխվել են սկզբունքները, թե դերերը։ Հաջիևի եւ Գրիգորյանի Դիլիջանյան զբոսանքը, ինչ քննարկեցին Երևանն ու Բաքուն, խաղաղության փակորակարգը։ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ, ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից տեսանյութը հայտնվել հայկական ժամանակ օրաթերթի տելեգրամյան էջում։ Հրադադար, բաց Հորմուզ եւ 25 միլիարդ դոլարի գործարք, հրթիռներից բանակցություններ, Միացյալ Նահանգները եւ Իրանը պատրաստվում են խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրության արդյունքի վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա, իսկ Բարգավաճ Հայաստանը դուրս է մնում խորհրդարանից։ Եթե սահմանադրական դատարանը չվերանայի արդյունքները, օգոստոսի 2-ից Հայաստանը կունենա նոր խորհրդարան, քաղաքացիական պայմանագրի 64 մանդատով։ Դա բավարար է առանց ընդդիմության աջակցության մի շարք առանցքային օրենքներ ընդունելու եւ կարևոր նշանակումներ կատարելու համար, սակայն ոչ սահմանադրությունը միայնցնյա փոխելու։ Ինչ հնարավորություններ եւ սահմանափակումներ է ստեղծում այս դասավորությունը իշխանության համար եւ ընդդիմությունը կկարողանա արդյոք ազդեցություն ունենալ նոր խորհրդարանում, դիտենք ռեպորտաժը։ Օգոստոսի 2-ին Հայաստանը կունենա նոր խորհրդարան, եթե սահմանադրական դատարանը չփոխի ընտրության արդյունքները։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը վստահ է, չի փոխի։ Բացարձակ արհամարելով ու ոտնահարելով օրենքը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը թույլ չտվեցին մտնել ազգային ժողով եւ այստեղ ասել ընդդիմությունը պետք է հստակ որոշումներ կայացնի կախված մանդատներ վերցնելու թե չվերցնելու հետ մանդատներ վերցնելու պարագայում իրենք ինչ չափով մասնակցելու ազգային ժողովի աշխատանքներին մանդատներ չվերցնելու պարագայում ինչ կոնկրետ գործողություններ են նախատեսվում։ Այդ բանին դժվար է հիմա որևէ ավելի հստակ դիրքորոշում արտահայտել։ Ազգային ժողովում 64 մանդատ կունենա քաղաքացիական պայմանագիրը, 29 ուժեղ Հայաստանը, 11-ը Հայաստան դաշինքը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողեցին խորհրդարանից, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը միանձնյա ձևավորի ոչ միայն կառավարություն, այլև խորհրդարանում մի շարք կարևոր որոշումներ առանց ընդդիմության աջակցության կայացնի, նշում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Սա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք է քաղաքական իրավիճակի առումով, որովհետև մի բան է, եթե քաղաքացիական պայմանագիրը կախված կլիներ ընդդիմության ձայներից, մեկ այլ բան է, եթե դրանից կախված չէ, եւ այստեղ է նաեւ ԲՀՊ-ի շուրջ այդ ամբողջ պատմության ինտրիգը գործնականում ընտրության արդյունքի հետ թվաբանական մեքենայության շնորհիվ պարզապես ԲՀՊ-ն դուրս թողնեց խորհրդարանից, որովհետև եթե անցնում էր, ապա քաղաքացիական պայմանագիրը տանում էր ընդդիմությունից կախվածություն այդ հարցերում։ 64 մանդատը քաղաքացիական պայմանագրին հնարավորություն է տալիս առանց ընդդիմության աջակցության ընդունել մի շարք առանցքային որոշումներ։ Խոսքը ոչ միայն սովորական օրենսդրական նախաձեռնությունների, այլև սահմանադրական օրենքների մասին է։ Ընտրական օրենսգրքից մինչև դատական օրենսգիրք, հանրաքվեի, կուսակցությունների, ինչպես նաև սահմանադրական դատարանի մասին օրենքներ։ Բացի այդ, 3/5 մեծամասնությունը իշխանությանը թույլ է տալիս առանց ընդդիմության ձայների նշանակել կամ ընտրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, գլխավոր դատախազ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, բարձրագույն դատական խորհրդի անդամներ, սահմանադրական դատարանի եւ վճռաբեկ դատարանի դատավորներ, մանրամասնում է Վարդան Պողոսյանը։ Բայց Փաշինյանի ղեկավարած ուժը չստացավ սահմանադրական մեծամասնությունը, որի մասին դեռ մարտին էր ասում։ Նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ 64 մանդատը ԿՊ-ին թույլ չի տալիս միանձնյա փոխել սահմանադրությունը։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 72 падգամավորի աջակցություն, որից հետո միայն փոփոխությունները կարող են դրվել հանրաքվեի։ 202 հոդվածը շատ հստակ ամրագրել է, թե ինչպես է ծնվում նոր սահմանադրությունը եւ եթե սահմանադրության դրույթները պահպանվում են ու ես ուզում եմ շեշտել եթե բառը, ապա հնարավոր չէ այլ կերպ
նոր սահմանադրություն ընդունել, ան ազգային ժողովում 2/3 մեծամասնություն ունենալը եւ այդ 2/3 նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելը։ Բայց եթե ընդգծում են, որովհետեւ մենք գիտենք, որ այսօրվա իշխող ուժի համար որևէ արգելափակումներ, օրենքները եւ սահմանադրությունը խախտելու կապակցությամբ գոյություն չունի եւ երեկվա որոշումը դրա վառ ապացույցն է։ Անդրադառնալով ընդդիմադիրների մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին, քաղաքագետ Հակոբ Բադալյանն արհեստական ու իշխանահաճո խոսույթ է համարում։ Իրավական հետևանք չի թողնում մանդատների չվերցնելը, նշում է Բադալյանը։ Ընդդիմությունը պետք է լրջորեն եւ շատ խորքային իմաստով մշակի հասարակության հետ աշխատանքը շարունակելու կոնցեպտը եւ դրսեւորի իհարկե այդ հարցում ոչ միայն տակտիկական որոշումներ կայացնելու կարողություն, այլ ռազմավարական հաշվարկի կարողություն։ Եթե որևէ մեկը կարծում է, թե բավականին հեշտ է աղմուկ աղաղակով մի քանի օրում իրավիճակ փոխել Հայաստանում, կամ ընդհանրապես այդ աղաղակը կամ փողոցային ինչ-որ ակցիան է իրավիճակ փոխելու, ես կարծում եմ դա մի քիչ մոլորություն է։ Քաղաքականության մեջ իրավիճակ փոխում է հետևողական եւ ռազմավարական հաշվարկի վրա հիմնված աշխատանքը, եւ հետո այդ աշխատանքը կարող է արտահայտվել արդեն կամ ընտրական process-ի ընթացքում, կամ հենց փողոցային առավել ազդեցիկ շարժման։ Այսօր դիլեման փողոցային շարժում, թե մանդատները վերցնեն գնալ խորհրդարան, ես կարծում եմ բացարձակերտ եւ արհեստական դիլեմա է, որ դրված է խորհրդարան անդամ ընդդիմադիր ուժերի առաջ։ Նոր խորհրդարանի գլխավոր հարցն արդեն ոչ թե այն է, թե ով է հաղթել ընտրություններում, այլ որքանով է 64 մանդատ ունեցող իշխանությունը զսպված լինելու եւ կկարողանա արդյոք ընդդիմությունը քաղաքական ազդեցություն ունենալ այն պայմաններում, երբ առանց իր ձայների հնարավոր է ընդունել բազմաթիվ առանցքային որոշումներ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ընդդիմադիր 6 քաղաքական ուժերը Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, ԲՀԿ, ՀԱԿ, Ազգային ժողովրդավարական բևեռ եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Քաղաքական ուժերը համոզված են, որ ընտրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրության ստույգ արդյունքը։ Ուստի նման պայմանում արձանագրված արդյունքը չի կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ անց քաղաքական մրցավազքը չի ավարտվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի նիստն ամփոփեց հայտարարությամբ։ Խորհրդարան է մտնում 3 ուժ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ ցանկում չկա։ 6 քաղաքական ուժեր նույն պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտարարում են, ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հանրության իրական կամքը եւ չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար եւ մրցակցային բնույթը։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Ազգային ժողովրդական բևեռն են հայտարարության տակ ստորագրած 6 ուժերը։ Քաղաքական հետապնդումների, շտաբների աշխատանքի խոչընդոտման, ձայների հաշվարկի հետ կապված խնդիրների մասին է խոսվում հայտարարության մեջ, բայց ոչ մի խոսք հետագա գործողությունների մասին։ Ինչ է լինելու հետո, որն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը։ Ընդդիմադիր գործիչն ասում է, դեռ քննարկման փուլում են։ Հիմա մենք տեսնում ենք, որ կա հանրային դժգոհություն, հանրային բողոք, բայց դա երկուստեք պայմանավորված է լինելու այս պահի դրությամբ։ Մենք բազմաթիվ ներքին քննարկումների միջակայքում ենք գտնվում, հասկանում ենք կողմ եւ դեմ փաստարկները եւ բնականաբար ոչ մենք կարող ենք պայմանավորել փողոցային պայքար, ոչ է կարող ենք բացառել։ Եթե ընդդիմությունը վիճարկում է ընտրության արդյունքները, առաջանում է հարց. ինչպես է պատրաստվում միասնական ընդդիմությունը հասնել իր նպատակին՝ իրավական ճանապարհով, խորհրդարանական պայքարով, թե փողոցային ճնշման միջոցով։ Հաշվի առնելով տեղի ունեցողը իրավունք ունի իրացնելու իր ցույցերի, հավաքների ազատությունը ու պարտավոր է այս իշխանությունը ի հեճուկս իր անթույլատրելի վարքագծի, որ 100 հազարավորների հասնող քաղաքացիներին կաշառակեր է անվանում ընդամենը իրեն չընտրելու համար, պետք է ներողություն խնդրի եւ կրկին վերադառնա իրավականության ծիր ու իրեն կաշկանդի այլակարծության հանդուրժողականությամբ։ Քաղաքագետ Արա Պողոսյանը որոշակի նմանություններ է տեսնում ստեղծված իրավիճակի եւ 2024-ին Վրաստանում տեղի ունեցած
ցանկացածի միջև, որտեղ ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները եւ չվերցրեց մանդատները։ Սակայն նրա կարծիքով հայկական իրականությունում իրավիճակը տարբերվում է քաղաքական ֆոնով, որի պայմաններում տեղի են ունեցել ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հաշվեկշռին է գրանցված աղետաբեր պատերազմ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը զրկվել է Արցախից, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր սուվերեն տարածքները, որի հետևանքով Ադրբեջանը ձեռք է բերել քաղաքական եւ այլ ազդեցության լծակներ Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆրոնտացիոն քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ այս բոլորը միասին խոսում են ի վնաս հայկական իշխանությունների եւ հօգուտ ընդդիմության։ Հետագա ցանկացած էսկալացիայի պատասխանատվությունը դրվում է իշխանության վրա։ Քաղաքագետի պատմամբ հունիսի 14-ի հայտարարության ամենաուշագրավ ձևակերպումներից մեկը սա էր, սակայն նույն հայտարարությամբ ընդդիմությունը նշում է, որ գործելու է սահմանադրության եւ օրենքների շրջանակում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը բացատրում է, խոսքը ոչ թե քաղաքական բախումների, այլ իրավական էսկալացիայի մասին է։ Բա իրավական էսկալացիա չի, բա այն էսկալացիան, որը Հայաստանը դնում է մի իրավիճակում, որտեղ ներողություն նույնիսկ միջազգային փաստաթուղթ ստորագրելը արդեն կասկածելի է դառնում, դա էսկալացիա չի։ Քաղաքական դաշտում անորոշություն է, վիճարկելով ընտրությունների արդյունքները դեռևս հստակ չէ, ինչ ճանապարհով է ընդդիմությունը փորձելու հասնել իր հայտարարած նպատակներին, սակայն քաղաքագետներն այս փուլում բացառում են վատագույն զարգացումը, քաղաքացիական պատերազմը, հիմնավորելով Հայաստանում հասարակական շերտավորումն այն մակարդակի վրա չէ, որ հանգեցնի քաղաքական ինքնասպանության։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Ընտրության արդյունքների շուրջ վեճերը դեռ չեն մարել, բայց արդեն սկսվել է մեղավորների որոնումը։ Իշխանությունը հայտարարում է, որ ընտրախախտումների հետևում կանգնած է ընդդիմությունը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը հակադարձում են։ Կեղծիքների մասին խոսելու իրավունք ունի միայն այն կողմը, որը չի տնօրինում պետական լծակները։ Քննարկման կենտրոնում հայտնվել է նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը։ Տարիներ առաջ, երբ նա ընդդիմություն էր, ինքն էր պնդում, որ ընտրական գործընթացների վրա համակարգային ազդեցություն կարող է ունենալ միայն գործող իշխանությունը։ Այսօր, սակայն, նույն մեղադրանքներն ուղղվում են ընդդիմության հասցեին, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հունիսի 7-ին մեկնարկած խորհրդարանական ընտրությունն ավարտվեց միայն հունիսի 14-ին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց վերջնական արդյունքները, ըստ որոնց ԲՀԿ-ն երկար պայքարից հետո այդուամենայնիվ չանցավ խորհրդարան։ Ու մինչ ընդդիմությունը կհասցներ անվավեր ճանաչած կամ չհաշված ձայների համար բողոքել, իշխանությունն առաջ անցավ ու սկսեց մեղադրել ընդդիմությանը ընտրակեղծիքների համար։ Այն ինչ անում է իշխանությունը, ինքը միշտ վերագրում է ընդդիմության, չգիտեմ, ռուսների, սփյուռքահայերի եւ այլն, առհասարակ իրանք տենց են։ Եվ հաշվի առնելով այն ապալեգիտիմ գործընթացները, որոնք իրականացրեց իշխանությունը, ըստ էության գետնով տալով առհասարակ նույնիսկ ժողովրդավարության նշույլները, ակնհայտորեն ցույց է տալիս, որ այս մարդիկ արդեն ոչ, գիտեք, մենք կարմիր գծերից ենք խոսում, բայց ներողություն, Արցախը հանձնած, երկիրը Թուրքի բերանը գցած իշխանությունը ինչ կարմիր գիծ պետք է ունենար։ Մասնագետները տարիներ շարունակ նշել են, որ լայնածավալ ընտրակեղծիքների կամ ընտրողների վրա համակարգային ազդեցության համար անհրաժեշտ են վարչական եւ կազմակերպչական լուրջ ռեսուրսներ։ Խոսքը պետական համակարգի, պաշտոնյական լծակների եւ հանրային ռեսուրսների հասանելիության մասին է։ Այդպիսի հնարավորություններն ավանդաբար ունենում է գործող իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, որը զրկված է պետական ապարատից եւ վարչական ազդեցության գործիքներից։ Իշխանությունները առաջնորդվում են բռնիր գողին, քանի գողը քեզ չի բռնել սկզբունքով։ Այս ծավալի խախտումներ, վարչական լծակի օգտագործում, հանրային միջոցների օգտագործում, վախի մթնոլորտի սերմանում, ատելության խոսք եւ դրա էլ կուլմինացիան այս հաշվարկները, ինչ եղավ, որ ընտրատեղամասը բացում են թվերի մեջ սխալ։ Մի հատ, երկու հատ, 5 հատ, 10 հատ, 100 հատ կապ չունի, բայց որը բացում է սխալ։ Հենց այս տրամաբանությունն էր տարիներ շարունակ առաջ քաշում նաև Նիկոլ Փաշինյանը, երբ գտնվում էր ընդդիմադիր դաշտում։ Տարբեր ելույթներում նա պնդում էր, որ ընտրակաշարքի եւ ընտրական գործընթացների վրա ազդեցության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է, քանի որ հենց իշխանությունն է տնօրինում վարչական ռեսուրսները եւ ունի ընտրական գործընթացի վրա ազդելու հնարավորություն։ Այդ ընտրությունները եղել են ապօրինի, բայց կա ուրիշ խնդիր։ Տեսական, քաղաքական, հատկապես վերլուծական միջավայրում այդ բանը կարելի է շատ ավելի հանգիստ ասել։
Ընդհանրապես աշխարհում ցանկացած իշխանություն գոյություն է ունենում, ցանկացած իշխանություն այդ հասարակության թողտվության, թույլտվության պայմաններում։ Հիմա, եթե մեր երկրում ընտարակաշատ բաժանում են, նշանակում է մեր երկրում մարդիկ թույլ են տալիս, որ իրենց ներկայության բաժանեն ընտրակաշատ եւ իրենք ստանան ընտրակաշատ։ Եվ սա դառնում է այս տիպի իշխանության աղբյուր։ Այսօր սակայն իրավիճակը փոխվել է։ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության ղեկավարն է, իսկ նախկին ընդդիմադիր հռետորաբանությունը փոխարինվել է հակառակ պնդումներով։ Այժմ իշխանությունը հայտարարում է, որ ընտրախախտումների հիմնական պատասխանատուն ընդդիմությունն է։ Այսինքն ինչ են ուզում ասել, ուզում են ասել կենտրոնական ընտրական հանձնաժողովը հեչ եւ ինչ որ ստվերային ընտրական հանձնաժողովը գործել, որ իշխանություններին դեմ է գործել, որ ընդդիմության համար ձայներ հավաքի։ Որ ԿՀ-ն ոչի բան չի որոշում, իր փոխարեն արդեն որոշել էին, դա ակնհայտ է։ Կար վարչական դատարանի որոշում, մարդիկ ուղղակի անտեսեցին։ Հիմա մի քանի հազար ընտրողի ձայն ուղղակի որոշեցին անտեսել։ Գողանան, զրկեն մարդկանց ընտրելու իրավունքից։ Ստացվում է ուշագրավ հակասություն։ Եթե տարիներ շարունակ ընդունված էր, որ ընտրական գործընթացների վրա համակարգային ազդեցություն գործադրելու համար անհրաժեշտ են իշխանական լծակներ, ապա ինչպես կարող է այդ հնարավորությունն ունենալ ընդդիմությունը, որը նման լծակների չի տիրապետում։ Փոխարենն ընդդիմադիր գործիչները վստահ են, ընտրությունը կեղծվել է բացառապես Փաշինյանի կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է մենք չենք վերաքվեարկում, որովհետև մարդիկ գիտեն քվեարկության արդյունքները եւ կարող է դա ազդի վերաքվեարկության համար։ Հարց հացակում, դուք աննորմալ չեք, դուք եք որոշում մարդ ոնց պետք է քվեարկի կամ ինչ պետք է քվեարկի։ Հասկանում եք, դա անտրամաբանական է, ոնց որ մեկը ասի, գիտեք ինչ կա, մենք վերաքվեարկություն չենք նշանակում, որովհետև մարդիկ գիտեն, որ առավոտյան արևն է բարձրանալու։ Ընդդիմությանը զարմացնում է նաև, թե ինչու կտրված չեն Նիկոլ Փաշինյանի երկու ձեռքերը։ Չէ՞ որ նա էր խոստացել, որ կկտրի ձեռքերը, բայց չի կեղծի ընտրության արդյունքները։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես իմ երկու ձեռքերը կկեղծեմ, բայց ընտրակեղծիք չեմ կկտրեմ, բայց ընտրակեղծիք չեմ իրականացնի, որևէ քվեի չեմ կպնի։ Այդ մի հարցում էլ խաբեց, որովհետև արդեն քանի օր է անցել է, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կտրված չեն։ Ընդդիմադիրներն ապա լեգիտիմ են համարում քաղաքացիական պայմանագրի իշխանությունը, ասում են, այս ուժը չի հաղթել ընտրությունում ու աշխարհում չկա դեպք, երբ ընտրությունում չհաղթած ուժը վերցնի իշխանությունն ու հայտարարի, թե ընդդիմությունը կեղծել է ընտրության արդյունքները։ Եվ որքան էլ փոխվեն դերերը, մեկ հարց մնում է անփոփոխ։ Եթե երեք իշխանությանն էին մեղադրում ընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու համար, ապա այսօր, երբ նախկին ընդդիմությունն ինքն է իշխանություն, հասարակությունն իրավունք ունի հարցնելու, փոխվել են արդյոք սկզբունքները, թե փոխվել են միայն դերակատարները։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հետընտրական թոհուբոհի ընթացքում Հայաստանում էր Հիկմեթ Հաջիևը, Ալիևի աջ ձեռքը։ Այն պաշտոնյան, որը տարիներ շարունակ արդարացրել է Արցախի հայաթափումը, առաջ մղել արևմտյան Ադրբեջանի օրակարգը եւ պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Դիլիջանում նա հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, սակայն կողմերը գրեթե ոչինչ չեն հայտնում քննարկումների բովանդակության մասին։ Ինչ է թաքնված պաշտոնական հաղորդագրությունների տողատակում եւ ինչու է Բաքվի ամենաազդեցիկ դեմքերից մեկը հենց հիմա այցելել Հայաստան, Անահիտ Սարգսյանն է փորձել պարզել։ Հիկմեթ Հաջիևը Հայաստանում է։ Ադրբեջանի նախագահի ավագ օգնականը, որը տարիներ շարունակ եղել է Բաքվի արտաքին քաղաքականության ամենակոշտ խոսնակներից մեկը, Դիլիջանում էր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ աշխատանքային հանդիպման, նաև զբոսանքի։ Ջերմագույն եւ մեծ բարևներ Տիգրանաշենի բնակիչներին եւ մի շարք այլ բնակիչներին, որոնք ունեին հնարավորություն հունիսի 7-ին մի փոքր այլ դիրքորոշում ունենալ, բայց իրենք ընտրեցին այն, ինչ ընտրեցին։ Հիկմեթ Հաջիևն էլ եկել է նրա ետևից, ինչը իրեն խոսք էր տրվել, ինչը Ադրբեջանին խոսք էր տրվել միջև ընտրությունները։ Պաշտոնական հաղորդագրությունները սուղ են։ Հայտնի է միայն, որ քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը, նաև անդրադարձ է եղել քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։
Եվ հենց մանրամասների պակասն է, որ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մանրամասների բացակայությունը վկայում է նրա մասին, որ արդեն խորքային եւ կարեւոր ինչ-որ պայմանավորվածությունների ձեռքբերման փուլի են անցել, որտեղ բուն հանդիպումը բավականին լուրջ պերսոնայի մասնակցությամբ է տեղի ունեցել։ Հաջիևը ոչ միայն ադրբեջանցի է, ոչ միայն ադրբեջանական պաշտոնյա է, ոչ միայն Ալիևի օգնականն է, այլ այս հիմնիկված, ձևավորված իրավիճակի կոնֆիգուրացիայի ճարտարապետներից մեկն է, հեղինակներից մեկն։ Համադրելով նախորդ զարգացումները եւ ադրբեջանական քաղաքական խոսույթի ազդակները, Բենյամին Մաթևոսյանն այս համատեքստում հիշատակում է նախընտրական շրջանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի այցը Հայաստան եւ դրան հաջորդած քննարկումները դելիմիտացիայի, դեմարկացիայի եւ նույնիսկ անկլավների շուրջ։ Երբ որ Հիկմետ Հաջիևը եկավ Հայաստան, ադրբեջանական մամուլում, ադրբեջանական կողմում հստակ նշվել էր հենց այդ հանգամանքը, որ կողմերի միջև դելիմիտացված սահմանով է նա եկել Հայաստանի Հանրապետություն։ Մենք զուտ այս ամեն ինչը կարող ենք փորձել իմի բերել եւ հասկանալ, որ քննարկումների թեմաներից մեկը վերաբերվել էր նաեւ հետագա սահմանազատմանը, սահմանագծմանը։ Ըստ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի, Հաջիևը տարածաշրջանում ձևավորված ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիայի առանցքային դեմքերից է, եւ նրա այցն ինքնին կարևոր ազդակ է։ Ավելին, այն, որ հանդիպման բովանդակությունը փակ է մնում, փորձագետի կարծիքով կարող է վկայել, որ գործընթացը մտնում է ավելի գործնական փուլ։ Կողտու հանդիպել են Երևանից եւ Բաքվից հեռու, Դիլիջանի անտառներում, Դիլիջանի այգիներում եւ ինձ թվում է խոսքը գնում է այդ խաղաղ պայմանագրի հետ կապված Ադրբեջանի պահանջների բավարարման մասին։ Այս հանգամանքն առանձնահատուկ շեշտադրվել է նաև ադրբեջանական մեդիայում։ Իշխանամետ լրատվամիջոցները հանդիպումը ներկայացնում են որպես խաղաղության գործընթացի հերթական քայլ, սակայն Հաջիևի քաղաքական կենսագրությունը բազմաթիվ այլ հարցեր է առաջացնում։ Արտաքին գործերի նախարարության երկրորդ դեմք էր հանդիսանում եւ ի հայտ էր գալիս բավականին լուրջ հայատյաց ելույթներով, պատմության խեղումներով, հայերի հասցեին վիրավորանքներ հասցնելով, այսպիսի կերպար էր, այսինքն նրա կյանքի իմաստը կայանում է հենց Հայաստանին մաքսիմալ վնաս պատճառելը։ Նույն Հաջիևն է, որը տարիներ շարունակ պնդել է, թե Արցախի հայերի հեռանալը էթնիկ զտում չէր, այլ կամավոր որոշում, հայտարարել, թե Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ ըստ Բաքվի այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, պաշտպանել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի օրակարգը, վերջերս Բաքվում անցկացված միջազգային համաժողովում խոսել Հայաստանից իբր արտաքսված 300,000 էթնիկ ադրբեջանցիների մասին։ Նա գլոբալ առումով կոորդինացնում է երկրի ԱԳՆ-ի հետ միասին ընդհանուր արտաքին քաղաքական վեկտոր, ընդհանուր արտաքին քաղաքական կուրսը Ադրբեջանի նախագահական աշխատակազմում հենց իր ենթակայության տակ օրինակ զարգանում է այնպիսի նախագիծ, ինչպիսին է Արևմտյան Ադրբեջանի համայնքը, որը ի դեպ, եթե ես չեմ սխալվում, ընտրություններից հետո շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Այս ֆոնին Դիլիջանում տեղի ունեցած հանդիպումը բազմաթիվ չպատասխանված հարցեր է թողնում։ Սակայն մինչ կողմերը խոսում են խաղաղության օրակարգից ու վստահության ամրապնդումից, մեկ փաստ անփոփոխ է մնում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ընտրությունից հետո Հայաստանի առաջին կարևոր արտաքին քաղաքական ուղերձը հնչում է Բրյուսելից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների ձևաչափով հանդիպմանը, որտեղ քննարկվել են ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման, այլև տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական գործակցության ընդլայնման հարցեր։ Հատկանշական է, որ պաշտոնական Երևանը հենց այդ հարթակում է ներկայացրել հետընտրական զարգացումները, ընդգծելով, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Բրյուսելը շարունակում է բացահայտ մտնել Հայաստանի ներքաղաքական ու աշխարհաքաղաքական դաշտ, իսկ մեր իշխանությունը դա ներկայացնում է որպես հաջողություն։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթ Հակոսը հայտարարել է, որ հուլիսի 5-ին այցելելու է Երևան եւ բացահայտ մեղադրել Ռուսաստանին իբր Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է հեռացնել Հայաստանը եվրոպական ուղղությունից եւ նույն գրառման մեջ խոստացել է նոր ֆինանսական ու տնտեսական աջակցություն Հայաստանին։
Մինչ Բրյուսելում քննարկում են նոր ծրագրեր ու օգնության փաթեթներ, Երևանում իշխանությունը ներկայացնում է պետական ֆինանսների իրական պատկերը։ Իսկ այդ պատկերում աչքի ընկնող ցուցանիշներից մեկը շարունակում է մնալ պետական պարտքը, որն արդեն գերազանցել է 14 միլիարդ դոլարը։ Ֆինանսների գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ։ Այսինքն նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 11 միլիարդ դրամով։ Իսկ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին պատգամավորական հարցում է ուղարկել, պարզելու թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից Զվարթնոտ օդանավակայանում գտնվող ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթի տելեգրամում։ Կադրում երևում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշեցնեմ, որ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Մկոյանը հայտնել էր, որ ապօրինի առանց որևէ բացատրության են արգելել նախագահի ելքը երկրից։ Առեղծվածային դեպք է եղել Լոռու մարզում 7 և 13 տարեկան քույրերն ընկել են Փամբագետը։ Ըստ Շամշյանի մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են կատարում։ Քիչ առաջ փրկարարներն ու ոստիկանները համայնքային պարզեցին, որ որոնվողները հարազատ քույրեր են։ Մեկը 7 տարեկան, մեկը 13 տարեկան։ Ցավոք, մինչև այս պահը դեռ ոչ մի լավ լուր չկա։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մեծ թվով տեսնում եք քաղաքացիներ են, փրկարարներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ։ Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակ աճող լարվածությունը կարծես մոտենում է հանգուցալուծման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են հասել շրջանակային փաստաթղթերի շուրջ, որը նախատեսում է դադարեցնել ռազմական գործողությունները, բացել Հորմուզի նեղուցը և վերացնել Իրանի նկատմամբ ամերիկյան ծովային սահմանափակումները։ Թեհրանը նույնպես հաստատել է համաձայնության փաստը, այն ներկայացնելով որպես սեփական հաղթանակ։ Իրանական հրթիռային կայանքները բերվել էին մարտական պատրաստվածության Թեհրանում խոսում էին 0 ժամի մասին, իսկ Մերձավոր Արևելքը հերթական լայնամասշտաբ պատերազմի շեմին էր։ Սակայն ժամեր անց տեղի ունեցավ այն, ինչ շատերը չէին կանխատեսում։ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին պատերազմի ավարտի շուրջ համաձայնության մասին։ Քաղաքական թրիլլերի հիշեցնող այս զարգացումների արդյունքում այսօր գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ով է հաղթել մարտի դաշտում, այլ ով ինչ շահեց եւ ինչ կորցրեց բանակցային սեղանի շուրջ։ Եթե վերադառնանք պատերազմի սկզբնական օրերին հնչող հայտարարություններին, ապա Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակները շատ հստակ էին։ Առաջինը փոխել այսպես կոչված ռեժիմը Իրանում, երկրորդը ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը, երրորդը ոչնչացնել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը, չորրորդը ավելի ճիշտ ոչնչացնել նաև Իրանի դաշնակցային կամ պրոքսիների ցանցը Մերձավոր Արևելքում։ Մենք տեսնում ենք, որ այս առնվազն 4 հիմնական նպատակներից որևէ մեկին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն հասել։ Հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսվող համաձայնագրի ստորագրումը կարող է ամրագրել վերջին շաբաթների ամենախոշոր աշխարհաքաղաքական շրջադարձերից մեկը։ Սակայն փորձագետների գնահատմամբ այս հակամարտությունը դժվար է դիտարկել դասական հաղթանակ պարտություն տրամաբանության մեջ։ Իրանագետ Հարութ Արթին Արաքելյանը նշում է, որ հակամարտությունն ավելի շատ ասիմետրիկ բնույթ ուներ եւ երկու կողմերն էլ թե ձեռքբերումներ, թե կորուստներ ունեցան։ Եթե ֆիզիկական կորուստ ենք նայում, շատ բնական է, որ Իրանի կողմը ավելի շատ կորուստներ ունեցավ ֆիզիկապես, ենթակառուցվածքներից սկսած, ճանապարհներից, կառույցներից, իսկ Միացյալ Նահանգների կողմը եւ առհասարակ աշխարհը, տենց կարող ենք ասենք, կորուստներ ունեցավ տնտեսապես եւ ավելի քիչ ֆիզիկապես, ավելի շատ տնտեսական խնդիրներն էր, որ իրանց մոտ առաջացավ։ Փորձագետի կարծիքով Իրանը կարողացավ ճնշում գործադրել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ուղղությամբ թիրախավորելով Պարսից ծոցի տարածաշրջանային ենթակառուցվածքները եւ ազդելով միջազգային տնտեսական շրջանառության վրա։ Եթե պիտի նայենք, թե ով ամենաշատ կորուստ ունեցավ, կարող ենք ասենք, որ արաբական Պարսից ծոցի երկրները ավելաշատ կորուստ ունեցան, որովհետև հիմնականում թիրախը իրենք դարձան,
այնիշ որ ես կարծում եմ չէին սպասում ոչ մի կողմը։ Մյուս կողմից Վաշինգտոնը չի հասել այն հիմնական նպատակներին, որոնք նախապես հռչակվել էին պատերազմի ընթացքում։ Չնայած դրան փորձագետները չեն շտապում Միացյալ Նահանգներին անվանել պարտված կողմ։ Նրանց գնահատմամբ Վաշինգտոնը կարողացավ վերահսկել էսկալացիան եւ կանխել ավելի լայն պատերազմի սցենարը, սակայն ստիպված եղավ սահմանափակել իր առավելագույն նպատակները։ Հաշվառնելով Տրամպի գործոնը, պիտի խոսենք Տրամպի անձնական խնդիրները։ Իրենք հետևյալն են։ Առաջինը հնարավորինս շուտ ավարտել այս պատերազմը, մինչև հուլիսի 4-ը, վատագույն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև նախընտրական շրջանը։ Երկրորդը կարևոր նպատակը ունենալ այդպիսի երաշխիքներ, որը կարողանան մատուցեն լայն հասարակության այն կոնտեքստում, որ Իրանը վերցրել է իր վրա պարտականություններ չստանալ որևէ ձևով միջուկային զենք։ Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ պատերազմը բացահայտեց նաև Միացյալ Նահանգների ազդեցության ուժի կիրառման սահմանները։ Աշխարհը տեսավ այն սահմանը, որից հետո Վաշինգտոնն այլևս չի կարող իր կամքը պարտադրել բացառապես ուժի միջոցով, եւ դա ըստ միջազգայնագետի Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրն է։ Փորձագետի գնահատմամբ այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ նաև Վաշինգտոնի հեղինակության վրա իր դաշնակիցների շրջանում։ ԱՄՆ դաշնակիցները վերահաստատվեցան նրա մեջ, որ Միացյալ Նահանգները չեն կարող լինել ունիվերսալ անվտանգության երաշխիք։ Ընդհակառակ իրենց սպառնալիքի երաշխիք կարող են լինել։ Եթե Միացյալ Նահանգների դեպքում խոսվում է սահմանափակված նպատակների մասին, ապա Իրանի պարագայում փորձագետներն էլ արձանագրում են քաղաքական կարևոր ձեռքբերումներ։ Թեհրանին հաջողվեց փոխել տարածաշրջանային ստատուս քվոն, այսպիսով տանելով քաղաքական հաղթանակ։ Միևնույն ժամանակ Հարութ Արթին Առաքելյանը զգուշացնում է, թե Թեհրանը նույնպես գնացել է որոշակի զիջումների, մասնավորապես միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը նաև համաձայնում է, որ ատոմային ռումբ եւ հեռահար հրթիռներ չունենա։ Դա ես կարծում եմ նաև ձեռքբերում էր Իսրայելի անվտանգության համար։ Հենց Իսրայելի դիրքերն են այս համաձայնագրի ամենաքննարկվող հարցերից մեկը։ Եթե նախկինում Վաշինգտոնն ու Թել Ավիվը հանդես էին գալիս որպես մեկ ճակատ, ապա վերջին օրերին Թրամփի հրապարակային հայտարարությունները ցույց տվեցին որոշակի տարաձայնություններ։ Առաքելյանի խոսքով Միացյալ Նահանգներն այս փուլում նախընտրեց առաջնորդվել սեփական շահերով։ Ամերիկյան կողմը փորձում է իր շահերը գերադասել իր դաշնակիցի շահերին եւ վերջի օրվա երեկվա զանգերը, որը Թրամփի կողմից նաև եղան Նեթանյահուին եւ գրառումները, որ Թրամփը արեց, որ խաղաղության գործընթացը մի տապալեք, դա նշանակում էր, որ Ամերիկան նաև իր շահն է հետապնդում եւ չի պատրաստվում, որ երկարատև պատերազմի մեջ մտնի։ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ այս գործընթացը լուրջ հարված հասցրեց Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերություններին, քանի որ Նեթանյահուին հաջողվեց Իսրայել-Միացյալ Նահանգներ հարաբերությունները հասցնել շատ ցածր մակարդակի։ Հակամարտության հետևանքով աճել է նաև տարածաշրջանային միջնորդների դերակատարությունը։ Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան առաջին անգամ հանդես եկան ոչ թե որպես դիտորդներ, այլ որպես գործընթացի անմիջական մասնակիցներ։ Ըստ փորձագետների տարածաշրջանում ձևավորվում է արդեն անվտանգային նոր համակարգ, որտեղ առկա են այս միջնորդները։ Բայց 4 երկիրը հայտարարեցին, որ ռազմական միություն են ստեղծում 4-ով, որտեղ Քաթարը ֆինանսավորում է, Պակիստանը ավելի իր ռազմական ներկայությամբ եւ ատոմային լինելով նաեւ ներկա է, Թուրքիան որպես գործարքը մենեջմենտ անող եւ Սաուդյան Արաբիան նաեւ, ասենք իր տարածաշրջանային քաշը, որ ունի թե ֆինանսապես եւ թե գաղափարապես իսլամական մյուս պետությունների հանդեպ։ Այդուամենայնիվ, ըստ փորձագետների, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին։ Այս համաձայնագիրը կարող է լինել ոչ թե հակամարտության ավարտ, այլ ժամանակավոր դադար մինչև նոր աշխարհակարգի ձևավորումը։ Ուստի թեև հրթիռները լռել են, իսկ բանակցությունները տեղափոխվում են Շվեյցարիա, Մերձավոր Արևելքում գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ նույնը։ Արդյոք սա երկարաժամկետ խաղաղության սկիզբ է, թե ընդամենը հերթական դադարը նոր դիմակայությունից առաջ։ Իդեպ հունիսի 14-ին լրացել է Թրամփի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով նրան է զանգահարել Վլադիմիր Պուտինը։ 55 րոպե տևած զրույցի ընթացքում Թրամփն ու Պուտինը քննարկել են միջազգային իրավիճակը։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն օտարերկրյա առաջնորդներից առաջինն է շնորհավորել իրեն։ Պուտինն էլ Թրամփին ասել է, որ եթե Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել իր հետ, ապա թող գա Մոսկվա։
Լոնդոնում այլ հազարավոր մարդիկ հավաքվել են դիտելու թագավոր Չարլզ III-ի ծննդյանը նվիրված շքերթը։ Միապետին ուղեկցել է նրա կինը թագուհի Կամիլան, այնուհետև թագավորական ընտանիքը դուրս է եկել Բուքինգհեմյան պալատի պատշգամբ դիտելու կործանիչների թռիչք շոուն։ Իսկ երբ հնչել է ազգային օրհներգը, ցուցարարների մի խումբ հենց թագավորական պալատի առաջ պաստառներ է պարզել, վրան գրված «Նա իմ թագավորը չէ»։ Նրանք նաև ցուցադրել են թագավորի եղբոր Էնդրյու Մաունտբաթեն Վինդզորի լուսանկարը, որը զրկվել է թագավորական տիտղոսներից հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Այս ժամի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։